Ողջույն սիրելի բարեկամներ, նրա համերգները հաճախ սկսվում էին մի տարօրինակ, նույնիսկ անհասկանալի արարողակարգով։ Էդիթ Պիաֆը դուրս էր գալիս բեմ եւ առաջին բանը, որ անում էր, հանում էր կոշիկները։ Դահլիճը լռում էր։ Ոչ ոք չէր հասկանում, թե ինչու։ Հետո նա նստում էր սովորական փայտյա, տարիների հետ մաշված մի փոքրիկ աթոռակի վրա, դնում էր մերկ ոտքերը բեմի սառը հատակին, փակում էր աչքերը, եւ այդ պահին դահլիճում հաստատվում էր մի ծանր լռություն։ Այդ աթոռակը նա միշտ իր հետ էր տանում, անշուք, հին, առաջին հայացքից անարժեք։ Դահլիճների տնօրենները հաճախ առաջարկում էին փոխարինել այն ավելի շքեղ, ավելի համապատասխան կահույքով, սակայն Պիաֆը հրաժարվում էր մի պարզ նախադասությամբ. «Ձեր աթոռները չեն ճանաչում իմ երգերը»։ 1961 թվականն էր։ Նա արդեն ծանր հիվանդ էր։ Մարմինը այլևս չէր ենթարկվում, ուժերը լքում էին նրան։ Այդ օրը նրան բեմ բարձրացրին ձեռքերի վրա, նստեցրին նույն հավատարիմ աթոռակին։ Նա կրկին հանեց կոշիկները, կրկին դիպավ սառը հատակին, կրկին փակեց աչքերը եւ հնչեց բոլորիս ծանոթ լեգենդար երգը։ Ni le bien qu'on m'a fait, ni le mal, tout ça m'est bien égal. Non, rien de rien. Non, je ne regrette rien. C'est payé. Դահլիճը լաց էր լինում, ոչ միայն նրա ձայնից, այլ այն իրականությունից, որը նա բերել էր իր հետ։ Նա այլևս չէր կարող կանգնել, բայց դեռ կարող էր զգալ, իսկ զգայուն մարդը միշտ կարող է երգել։ Պիաֆի մահից հետո այդ հին աթոռակը պատրաստվում էին դեն նետել, որպես իր դարն ապրած անպետք առարկա, բայց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրանց. «Սպասեք, այսօր այն պահվում է թանգարանում, ապակու տակ»։ Նրա նստատեղին մնացել է մի հազիվ նշմարելի փոս, մարդու ներկայության հետքը, մարդու, ով իր ցավը չթաքցրեց, այլ վերածեց երաժշտության։ Ասում են, եթե երկար նայես այդ աթոռակին, կարող ես լսել ոչ թե ձայնը, այլ այն լռությունը, որ նախորդում էր երգին, այն միակ վայրկյանը, երբ մարդը հավաքում է իր ողջ կյանքը, ցավը, սերը, կորուստը, հույսը եւ նվիրում աշխարհին։ Սիրելիներս, ձեզ հետ էր Մանուշակ Շիրինյանը։ Կհանդիպենք, լավ մնացեք։